Մենք այդքան էլ այդ փողի հետևից չենք ընկնում, մենք ուզում ենք կարգին, խելքը գլխին պետություն դառնանք։ Այսպես է արձագանքում Արագածոտնի մարզի թոշակառու այս բնակիչն իր թոշակի բարձրացմանը։ Նրա կարծիքով Փաշինյանը թոշակները բարձրացրել է, որովհետև իրենց ուզում է իր կողմը քաշել։ Չի բարձրացրել։ Այդ վարչապետը սողում է թոշակառուների առաջ այդ 10,000-ի համար, որ իրան ընտրեն։ Ես ջան, մի խոսացնի կարող ուրիշ բան ասել։ Մարդկանց մոտ անարդարության զգացում կա, երբ թոշակներն ընդամենը 10,000-ով են բարձրանում, իսկ օրինակ նախարարները 7 միլիոն դրամ պարգևավճար են ստանում։ Թոշակառուն ամբողջ կյանքում աշխատել ընդամենը 10,000 դրամի արժեք ունի, նախարարն ինչ անում, որ այդ միլիոններ եք ավելացում։ Որն արդար, դրանը ինչ արդար, կոռուպցիա էլի։ Իա այս գործին չա։ Յանկուսած առաջ է քրնքաշ նստած աթորին հավայի փող է ստանում։ Չնայած կայացած զորահանդեսին մարդիկ թերահավատ են ձեռք բերված ռազմամթերքի հարցում, ըստ նրանց մեր ունեցած զենքը նվիրել են թշնամուն։ Մեր տերիտորիա, մեր սահմանն է։ Ես այդտեղում ես իշխանասար։ Եթե թուրքերը տեն նստած են։ Եթե զեն գնաց ընլեին, այսքան զոհերը, այսքան յայլ տղերքը, այսքան վերջին էլի սաղսել կուրսրացում են։ Մարդիկ կորցրել են հավատը Փաշինյանի հանդեպ, նշում են, փոշմանել են, որ իշխանության են բերել։ Նրանց դեռ հանգիստ չի տալիս Փաշինյանի տարիներ առաջվա մի հայտարարություն, թե աղքատությունը մարդկանց գլխում է։ Ասում եմ, աղքատությունը մեր գլուխներում է։ Ծաղկատը ինքն է, որ խելք չունի, ժողովրդին էլ տենց բան ասում։ Չել ուզում եմ լսել, ոչ էլ ուզում եմ տենամ։ Ես տելևիզորն անջատում եմ, որ դրանք խոսում են։ Կամ մի մարդ ոչ կան ամենա ընտանիք ղեկավարի, կին պահի։ Էնի ո՞նց է հանրապետություն պահում։ Վախկոտ մարդ է, շատ վախկոտ։ Ինքը պետք է հեռանա։ Իսկ թե ինչպիսի ղեկավար են ցանկանում տեսնել երկրի ղեկին, արդեն կողմնորոշված են։ Առս պահին այտենց ասեմ կսատարեի Սամվել Կարապետյանը։ Միլիոն տոկոս։ Ինչ։ Վստահ եմ։ Որ իրար հավատում եմ ինչու։ Այնպիսի ղեկավար, որը փորձի երկիրը պահպանել սերունդների համար։ Դժգոհությունները բազմաթիվ են, հիասթափության պատճառները եւս, ընդդիմությունից պահանջը մեկն է։ Սամվել Կարապետյանը չի ուժեղ, ոնց որ հասկանում ենք։ Մերոնք թող բոլորը խելք ունենային, համախմբվենք Սամվել Կարապետյանի շուրջը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։